Հայկական քաղաքասարակության պատվիրակության պատասխան այցը Բաքու ոչ միանշանակ արձագանք է ստացել։ Հատկանշական է, որ այս վոյաժի համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 17 միլիոն 550 հազար դրամ, այսինքն 45,600 դոլար։ Դե իհարկե հարկատուների գրպանից։ Որն է այս այցի նպատակը հատկապես Ադրբեջանում գեներացվող հայատյացության ֆոնին, հատկապես երբ Բաքվում խայտառակ ապօրինի դատավարություններ են ընթանում Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ, երբ հայ ռազմագերիները ադրբեջանական բանտերում են, ստացվում է մի պսևդոխաղաղության խաղ միջազգային հանրության համար, թե հայերը չեն առարկում, որ իրենց հայրենակիցներին դատում են որպես ահաբեկիչներ, այլ պատրաստ են հյուր գնալ և զբոսնել Բաքվի տեսարժան վայրերով։ Увидели Баку. Я последний раз был в Баку в 2011 году. Վերջին անգամ Բաքվում եղել եմ 2011 թվականին։ Գործընկերներիս հետ քննարկում էի, որ հավանաբար քաղաքի այժմյան տեսքը արդեն ձևավորված էր այդ ժամանակ։ Սակայն ակնհայտ տարբերություն կա կանաչապատ տարածքների ընդլայնման, եւ դա ինձ համար խորհրդանշական է, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ամեն ինչ զարգանալու է այդ ուղղությամբ։ Մենք մաքրվելու ենք ինչ-որ բացասական բաներից եւ ապահովելու երկու երկրներում էլ ապահովելու բարգավաճումը։ Բաքվում մեզ հանդիպած մարդկանց հետ նորմալ շփումներ ենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ մեզ համար լավ հեռանկարներ կան։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն էլ պատմել է Բաքվում հայկական եկեղեցի այցից։ Нормально, да, с учетом того, что церковь... Վիճակը նորմալ է, հաշվի առնելով այն փաստը, որ եկեղեցին այժմ ծառայում է որպես գրապահարան, որտեղ նաև հայալեզու գրքեր են պահպանվում։ Հուսով եմ, որ ապագայում, երբ մեր երկրների հարաբերությունները կնորմալանան, եկեղեցին նույնպես կծառայի իր բուն նպատակին։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանում գտնվող ադրբեջանական ժառանգությանը։ Փաստորեն ըստ հայկական պատվիրակների ադրբեջանցիները կառուցողական են տրամադրված, թե որքան են պատրաստվում խաղաղության թոզ փչել հայ հասարակության աչքերին, հնարավոր է մինչև Ալիևի առաջին զայրույթին օպան։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բատալյանի գնահատականով այս պրոցեսի նպատակն առավելապես քարոզչական է եւ այցը ամփոփելիս բավականին ակնառու էր, որ կամա թե ակամա, բայց հայաստանյան ներկայացուցիչները առնվազն վերածվել են Բաքվի խոսնակի, ընդ որում ընդհանուր համատեքստն իհարկե այն հաստատված խաղաղության ծիրում է, որ պաշտոնական Երևանի նախընտրական քարոզչության առանցքն է։ Տպավորություն է, որ այս գործընթացում ադրբեջանական կողմի առկայությունը ընդհանրապես հայաստանյան խմբի աշխատանքի համար անհրաժեշտ ֆոնն է, իսկ բուն անելիքը հայաստանյան խմբինն է։ Համենայն դեպս, ըստ էության, նաև հասկանալի է, որ ադրբեջանական հիերարխիայի տրամաբանությունը նույնիսկ ավելորդ է դարձնում այդպիսի խմբի առկայությունն այդ երկրում։ Կենտրոնաձիգ խանակլանային կառավարմամբ երկրում քաղաքացիական հանրությունը որևէ պահի իշխանության այս կամ այն նարատիվն առաջ մղելու համար չունի Հայաստան գալու գնալու կարիք։ Ըստ այդմ, պրոցեսը, որ ծավալվում է քաղաքասարակության այսպես ասած տրեկով, գործնականում գերազանցապես հայ հանրությանը թիրախային ուղղություն դիտարկող պրոցես է։ Ընդ որում, եթե հետահայաց դիտարկենք այս երևույթը, ապա դժվար չի լինի հիշել օրինակ, թե ինչպես էին Հայաստանում տարբեր դրամաշնորհային ծրագրեր իրականացվում հայ հանրության խաղաղասիրության ուղղությամբ, տարբեր առիթներով եւ փաթեթներով։ Իսկ Ադրբեջանի հարցում Ալիևը փակել էր բոլոր խողովակները, ասում է փորձագետը, եւ շարունակում եւ դա այն դեպքում, երբ հայ հանրությունը երբեք աչքի չի ընկել, այսպես ասած, ռազմատենչությամբ կամ պատերազմահենությամբ, եւ այդ օրինակ տրամադրությունները Հայաստանում եւ նույնիսկ Արցախում եղել են մարգինալ։ Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանում էր տասնամյակներ քարոզվում եւ առ այսօր կրթական մակարդակում ինստիտուցիոնալացված կերպով առաջ է մղվում Հայաստանի ու հայերի հանդեպ հավակնությունների մտածողությունը։ Çünkü Karabağ Ermenistan'ın Azerbaycan'a karşı Չմոռանանք նաև Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևի փոխանցած ուղերձի մասին, որպեսզի հայ ներկայացուցիչները հայ ժողովրդին ասեն, Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, այդ էջը փակված է, հիմա խաղաղություն են կառուցում։ Դժվար է պատկերացնել, եթե Հիկմեթ Հաջիևը ցանկանար հեգնել կամ ծաղրել հայ հանրությանը, այդպիսի ուղերձ փոխանցելուց բացի, ել ինչ տարբերակ կմտածեր։ Համենայն դեպս պետական ամենաբարձր մակարդակով շարունակել կամահարական եւ հավակնոտ ելույթներ ունենալ Հայաստանի հասցեին, հետո ուղերձ փոխանցել, թե պատերազմի էջը փակել ենք եւ անցնում ենք խաղաղություն կառուցելուն, այդ ընթացքում պարբերաբար կրկնելով Հայաստանին թելադրվող պայմանների ու պահանջների ցիկլը, նշանակում է պարզապես ծաղրել հայաստանյան հանրությանը։ Իսկ Ադրբեջանը պատերազմի էջը չի փակել եւ չունի փակելու մտադրություն, առնվազն այն պարզ պատճառով, որ փակողը կամ բացողը ինքը չէ։
Ինքը ձգտում է միշտ պատրաստ լինեն այն պահին, երբ որևէ մեկը կվերաբացի այդ էջը ռեգիոնի համար, եւ իհարկե ձգտում է հասնել այդ հարցում Հայաստանի պատրաստ լինելու եւ դիմադրունակության առավելագույն սահմանափակումներ ամրագրելու թե քաղաքական, թե հոգեբանական առումով ամփոփել է վերլուծաբանը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։